Մարզային հոգսաշատ կյանքում դուք կարողացել եք, որքան հասկանում եմ, սա վերջին անակնկալներ, բայց ընդհանուր առմամբ դուք կարողացել եք կյանքը վայելել, համատեղ կյանքը։ Դա որոշում է ինչու եք այդ կենսակերպ ընդ, այսինքն ոչ կենցաղին հաղթել եք կենցաղին, չեք պարտվել կենցաղին։ Երևի այդպես ծնվում են, ես կարծում եմ, որովհետև իմ կարծիքով երջանիկ այն մարդը, որը գտնում է իր առաքելությունը, ինքը ինչի համար է ծնվել։ Մեր երկուսի մոտ էլ այդպիսի բան կա, գուցե ինձ մոտ մի քիչ ավելի շատ մարդկանց ծառայել, որովհետև ես երազում եի կամ բժիշկ դառնամ, կամ իրավաբան, չգիտեմ ինչի քննիչ, կամ ուսուցիչ, ու ստացվեց, որ ես դարձա ուսուցիչ, գերմաներեն լեզվի ուսուցիչ, եւ մենք ունեցել ենք հասարակական կազմակերպություն, մինչեւ հիմա էլ ունենք, եւ 2003 թվականից մենք աշխատել ենք երկար տարիներ ու բազմաթիվ ծրագրեր ենք արել եւ սոցիալական եւ արվեստի հետ կապված միջազգային կառույցների հետ կապված ծրագրեր ենք արել եւ 20 թվականներից արդեն սկսած մենք աշխատել ենք զոհված ընտանիքների, կանանց եւ երեխաների հետ, անհայտ կորածների եւ տեղահանվածների հետ ու բավականին լուրջ արդյունքներ ունենք, որովհետեւ իրանք ունեին կայանալու վերականգնվելու, ինքնագնահատականը բարձրացնելու խնդիր եւ հիմա մեզ այնքան երջանիկ ենք զգում, երբ որ այս վերջում աղջիկներից մեկը Էդվարդին ասել էր այնքան շնորհակալ ենք ձեզ, որովհետեւ ամուսնու զոհված օրվանից մեր ականջին անընդհատ ասում էին, որ սքավոր եք, որ սև շորերով, որ մուգ գույնի շորերով դուք մեզ սովորեցրեցիք գույները տեսնել, գույները հագնել, շարունակել ապրել մեր երեխաների համար, շարունակել այո։ Եվ իրենք այնքան կայացան, որ սեփական մեքենա գնեցին, այդ աղջկա մասին որ պատմենք, ինքը երեխաներին դնում է Մարտունու գյուղերից է, Եղեգնաձորում հարս, բայց այսօր ինքը իր երեխաներին բերում է ֆիլհարմոնիկ բան, բերում է օպերա, մենք շատ ուրախ ենք դրա համար։ Ցուցահանդեսներ բերել բան շատ ուրախ ենք։ Եվ սա միակ ու եզակի դեպքը չի Արցախից տեղահանվածների մի հրաշալի ընտանիք կա, երիտասարդ Անգելինան եւ Վահեն, իրանք եղել են Պարի պետական անսամբլում Ստեփանակերտում եւ երբ որ եկան մենք առաջ անգամ հանդիպեցինք իրենց, ահավոր վիճակում չէին խոսում անգամ չէին խոսում, չէին ուզում շփվեին մարդկանց հետ։ Երբ որ ես ասում եմ Անգելինա ջան, գիտեք, դուք ստուդիա կունենաք, ասում եմ տիկին խնկանուշ, ես ինչ եք ասում։ Ոնց է հնարավոր։ Դուք գիտեք ինչքան փող է պետք դրա համար։ Եվ անկեղծ ասած մենք որ Թայլանդում ենք, սովորել ենք տեխնիկա, սթրեսների թոթափման, տրանսցենդենտալ մեդիտացիա, մենք դա սովորեցրեցինք իրեն եւ ինքը շատ ջանասիրաբար դա անում էր։ Հետո ամուսինը միացավ ու գիտեք ինչ եղավ։ Գալիս են քաղաքապետարանից մագից եւ ասում են ձեզ մոտ կան մարդիկ, ովքեր արվեստի բնագավառում են ու մի սիրուն ծրագիր կազմեցին։ Այսօր իրանք ունեն սեփական չէ, վարձակալել են տարածքը, բայց իրենց ստուդիան է, մոտ 70 երեխաներ եւ 3 ֆիթնեսի խումբ արդեն։ Իրենք էլ են տարածում։ Իրենք ասում են, հա, մեր մասին կարող եք ֆիլմ նկարել սկզբից եւ հետո, հա, դոյի պոսլի, որով։ Պարոն Աստան, ձեզ էլ է ոգևորում մարդկանց այս տրանսֆորմացիան ձեր միջոցով, ձեր շնորհիվ։ Հա, դա ապրելու ձև է, որովհետեւ ճիշտն ասած դպրոցում ես կարող էի ոսկե մեդալ ստանալ, չեմ ստացել, որովհետեւ երկար մազեր էի պահում եւ ջինս էի հագնում։ Խորհրդային տարիներին։ Այո, 72 թիվ մայիսին որոշում են կայացնում, որ ինձ չտալ վարկս իջեցնում են, բան։ Անդերցանքը։ Հա, բայց հայրիկս լուրջ մարդ էր, այդպես։ Ասես նորմալ է տղաս, գործիդ կաց։ Ու այսինքն անգամ ես 70-ականների Երևանում էլ ես այդպես բասիստ Էդոն եմ, այսպես ասած, հա, Էվրիկա խմբի, նենց որ փորձել ենք նենց բան անել, որ գյուղում ռոք խումբ ունենալ 70-ականներին այդպես էր, բայց մենք ունեինք օրինակ։ Հետո աշխատանք, բան, հետո լուսանկարչություն, բան, փորձել ենք ինչ որ ուրիշ բան անել, որ մյուսները չեն անում եւ օգտակար լինես դրանով, անկախ մեզնից նենց է ստացել, որ միշտ կարողանում ենք ինչ որ մի բան անել, որ լուսավորել։
Հա, ինչ որ մի բան անել հասարակության համար։ Յուղում առաջի ադիմական այս միտքը հայ մարդու հիմա ձեզ տիրող իրավիճակը գոհացնում է արդյոք մեր երկրում մտածելակերպի, բայց քննադատելն էլ իմ արհեստը չէ։ Ես փորձում եմ ինքս փոխվել եւ սրանով վարակիչ դառնալ մյուսների համար։ Թումանյանը շատ սիրուն գործ ունի ձև եւ բովանդակություն։ Եվ շատ կուզեի, որ մեր դպրոցներում այդ գոներ տարին մի անգամ ընթերցել տան երեխաներին մեր հասարակական միտքը փոխելու համար։ Մեկ եւ որ հանդիպում եմ կանանց, ասում են «Տիկին խնկանշ, մենք էլ ենք ուզում դառնանք 60 տարեկան», ասում եմ ես այնքան կուզենայի, որ այս հասկացածս ձեր տարիքում ունենայի, որտեվ շատ ավելի բաներ կարող էի անել հենց մարդկանց համար, հենց մեզ համար։ Ու սա այնքան մեծ է, որ երբեմն մեր երեխաները բողոքում են, ասում են «Դուք պիտի չամուսնանայիք, երեխաներ չունենայիք, ձեզ նվիրեիք հասարակությանը», որտեվ ասում եմ շատ ժամանակ դուք ուրիշների երեխաների մասին ավելի շատ եք հոգ տանում, քան թե մեր մասին, բայց դա կատակ, որովհետև իրականում հետո ասում են դուք մեզ տվեցիք այն բաները, որ երբեք փողով հնարավոր չէր գնել։ Օրինակը երջանիկ ծնողների օրինակը, որ մեզանում երբեմն դժվար են ծնողները իրենք երջանիկ զգալու, ուրախ լինելու փոխարեն երբեմն փորձում նյութական ինչ-որ բաներով կոմպենսացնել։ 70 ինչ տարիք է։ 70-ը 70-ը կյանքը սկսելու տարին է։ Հա, ես նոր հասկացա, որ ինչքան գործ կա դեռ անելու, ինչքան բան կա սովորելու, եւ անգամ մեր այդ վերջի շրջագայությունը ինձ համար, որ ինձ ասեին ապտակ ստանաս հերթական անգամ 70 տարեկանում, որովհետեւ Էդվարդ Բագրատունին գնաց եւ չէր կարողանում խոսել իրենց հետ։ Ես լեզու կսովորեմ։ Որ լեզուն եք սովորելու։ Անգլերեն եմ սովորելու, որովհետեւ Ֆիլիպինցին եկելա խոսում է։ Հնդիկները բոլորը խոսում էին Թայվանից կար, Էդվարդը չի խոսում։ Երկրորդ շնչառություն վերցնելու ժամանակն է փաստորեն։ Հա, փաստորեն ես բաց թողում ունեի, եւ ես անպայման կողեմ առաջ կայեմ դա։ Տիկին խնկանշ, ձեզ համար 70 ինչ տարիք է։ 7 թիվը ինձ համար շատ հետաքրքիր թիվ է։ Տարիներ առաջ, երբ որ ես Գերմանիայում էի 2 ամսով, Գյոթե ինստիտուտում վերապատրաստման էի, ես աստվածաշունչ նվեր ստացա ամերիկացի քահանա, որը ծառայում էր գերմանական եկեղեցում, ինձ նվիրեց այդ աստվածաշունչը եւ ասեցին, որ գիտես, ձեր ազգի մասին պետք է ինչ-որ բան ներկայացնեք, ու ես շատ հետաքրքիր էր, ինձ ներսից ասվեց վերցրու այդ աստվածաշունչը գնա ու գրի Այբուբենը ձեր եւ խոսա դրա մասին։ Մեր այդ խմբում 12 ազգի ներկայացուցիչներ կային։ Եվ այդտեղ մեր Այբուբենի 7-րդ տառը դա N է շշաձև, Էմանուել, Աստված մեզ հետ։ Եվ այդ 7-ը շատ խորհրդանշական է։ 7-ից հետո գալիս է 8-ը, որը հավերժություն է։ 8-ից հետո գալիս է 9, այսինքն երբ որ ես դառնամ 90 տարեկան, ես հասկանում եմ, որ մի բան ավարտվում է եւ մի նոր բանի սկիզբ է։ 100-ամյակի սկիզբն, հա։ Հրաշալի։ Ես հիմա խոստանամ ձեզ, որ մեր +- 100 շարքում մենք հանդիպելու ենք։ Հա, 100-ին ես պատրաստվում եմ։ Անպայման, ես այցելելու եմ ձեզ։ Շնորհակալ եմ, որ այսօր եկաք, որ այս հումորով դրական հաղորդումը ստացանք, հուսամ ձեզ էլ այն դուր եկավ։ Շատ շնորհակալ եմ։ Շնորհակալ ենք, հաճելի։ Այո, իհարկե շատ բաներ ունենք խոսելու։ Հանդիպելու ենք դեռ։ Այո։